Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է փոխվարչապետը։ Ողջունելով արտգործնախարարների ստորագրած ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։ Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային գործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել կիսվելու իրենց կուտակած փորձով։ Արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ։ Կեստուտիս Բուդրիսը ծաղկեպսակ է դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Շարունակենք, առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ոլորտները։ Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը և որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է։ Այս մասին Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ տեխնոլոգիական զարգացմանը, թվային ծառայությունների աճին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ և ժամանակակից ուղիներով իրականացումը։ Մասնավորապես առաջարկվում է միասնականացնել ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում։ Հստակեցվել են նաև գործունեության այն ոլորտները, դեպքերը և ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտաժների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։ Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների սպասարկման վճարին։ Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Որպեսզի ՀԴՄ-ի և էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության միատեսակ մոտեցում ապահովենք և անհրաժեշտության դեպքում ավելի արագ փոփոխություններին արձագանքի կառավարությունը, առաջարկում ենք, որ սահմանվի, որ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը ևս սահմանվի կառավարության կողմից, մասնավորապես հիմա այդ տվյալները սահմանված են հարկային օրենսգրքով, մինչդեռ ՀԴՄ-ին ներկայացնող օրինակ տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, ՀԴՄ-ի կիրառության կանոնները, ինչպես նաև էլեկտրոնային ՀԴՄ կտրոնում լրացման ենթակա տվյալները հաստատված են կառավարության որոշմամբ, այսինքն ասած երկակի իրականություն է գործում և առաջարկում ենք միասնականացնել ու կառավարությանը հնարավորություն տալ այդ դետալները սահմանի։ Մյուս երկու կարևոր փոփոխությունները, որոնք որ այս նախագծով առաջարկում ենք, նախ առաջինը, որը կարծում եմ էապես կհեշտացնի հատկապես առաքումներով զբաղվող մեր բազմաթիվ կազմակերպություններին, մասնավորապես ներկայումս ապրանքների առաքումը ՀԴՄ կտրոնով իրականացնելու հնարավորություն չկա օրենսգրքով, և մենք ինչ ենք առաջարկում ենք սահմանել, որ ՀԴՄ-ի կտրոնում, այդ թվում տվյալ դեպքում նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնում սահմանված պարտադիր տեղեկատվությունից բացի ապրանքների նշանակման վայրի հասցեն, իսկ ապրանք ձեռք բերող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում նաև վերջիններից հարկ վճարողի հաշվառման համարը պարունակելու դեպքում, այսինքն եթե հասցեն և ՀՎՀ-ն գիտի, թե ում է մատակարարելու տվյալ ապրանքը, կարող է ՀԴՄ-ն հանդիսանալ որպես փաստաթուղթ, որով առաքումը իրականացվում է։ Օրինակ տեխնիկայի խանութից մարդը կարող է ինչ-որ բան գնել, դրա առաքումը տեղի ունենա 1 օր անց, 1 ամիս անց կամ ինչ-որ ժամանակ անց, և եթե այդ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնում ինքը ունի տեղեկություն, թե ուր է առաքելու և ում է առաքելու, դա ֆիքսում է և այդ ՀԴՄ կտրոնով կարող է այդ ապրանքը հանգիստ առաքել համապատասխան վայր։ Իհարկե նպատակը պարզ է և ճիշտ է, ուղղակի կուզենայի հասկանալ քաղաքացու պատասխանատվությունը ինչպիսին պետք է լինի։ Քաղաքացին պատվիրել է
IT վարբերից, Օզոն եւ այլ ընկերություններից, գիտեք, առաքում են հաստրես տուն։ Քաղաքացին ինչ պիտի պահանջի, որպեսզի մենք համարենք, որ քաղաքացին ճիշտ է վարվել, այսինքն պետք է պահանջի ՀԴՄ կտրոնը անպայման տրամադրել, ինչպես պետք է դա կատարվի, որպեսզի մենք այդ աշխատանքը ճիշտ իրականացնենք։ Քաղաքացու պարտականությունն եմ ուզում ասեք տվյալ դեպքում։ Էլեկտրոնային առևտրի արտաքների մասին է, չէ՞։ Այո։ Իրականում, նայեք, մենք հիմա որ էլեկտրոնային ՀԴՄ-ի հնարավորությունները ընդլայնում ենք այս մեր առաջարկով, ինչ ենք նախատեսում առաջիկա շրջանում, ինչ բարեփոխում ենք նախատեսում այս հարթակների համար, քանի որ տեսեք Վալբերի Սոուզոնը ինքը միջնորդ է, այսինքն ինքը վաճառողը չի։ Ինքը ուղղակի հարթակ է, շուկա է, որտեղ վաճառվում են ապրանքները վաճառողի եւ գնորդի միջև։ Հիմա որպեսզի քաղաքացին համոզվի, որ իր գործարքը փաստագրվել է եւ համապատասխան տվյալներ պետք է ուզի, երրակողմ ՀԴՄ-ի գաղափար կա, որը նույնպես էլեկտրոնային ՀԴՄ է լինելու, եւ մենք ըստ էության այդ բարեփոխման արդյունքում հետագայում պահանջելու ենք, որպեսզի այդ միջնորդ հարթակները երրակողմ ՀԴՄ գեներացնեն, որտեղ երևալու է թե ով է վաճառողը եւ գնորդը ով է եւ իհարկե ապրանքի վավերապայմանները, որոնք այսօր էլ ՀԴՄ-ում գեներացվում են։ Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք շինություն, Սևան ազգային պարկի կողմից դադարեցվել է 2 պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, դատախազությունը 2025-ի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները։ Այս տարվա մարտին ապամոնտաժվել է ևս 11 հողամասում գտնվող 16 շինություն, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպներն ու թեքահարթակը, ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն պատկանող առանձնատունը։ Փետրվարի 24-ին էլ ապամոնտաժվել էր կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր Ապորինի կառուցած քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Ապորինի կառուցած քոթեջը։ Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել։ Ապամոնտաժվել էին նաեւ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Այս ամենից բացի դատարան են ներկայացվել մի շարք այլ հայցեր։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել կատարվում է նախաքննություն Նարեկ Կարապետյանի օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու գործով։ Կոմիտեից հայտնում են, որ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Այն է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում։ Հիշեցնենք, նախորդին ազգային ժողովի նախագահը փաստաթուղթ էր հրապարակել գրառմամբ, թե արդյոք Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Փաստաթղթում Կարապետյանի անվան դիմաց գրված է Ռուսաստանի քաղաքացի։ Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չի ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ է ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ավելի ուշ խնդրին անդրադարձել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշելով, որ հանձնաժողովը ստուգել է փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են հանձնաժողովի կողմից, նշանակում է, որ հանձնաժողովը նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը։ Այդ թվում վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից եւ փոխանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրակաշառք տալու, ստանալու բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերն են բացահայտվել, մանրամասները հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութում։ Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ նախկին, այդ թվում վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաեւ զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։
Գոյլ պետք է ցուցակ ունենաս։ Ըստ Telegram-ով ես չէ՞ զանգը։ Նայ, մի ցուցակագրի կան, հեռախոսի համար հասցի վերցրել։ Հա։ Նայ, բանը։ Դրանով ես քաղաքին քեզի բանը ֆայլով կդերկեմ։ Չէ, ախպեր, միտինգի բան չկա, ինք զուտ պատերազմի մասնակիցներ հետ հանդիպում ունենալու։ Ահա, всё, ախտեր չեն, այդքան բան։ Դեռ մարդկաս եք պրոտեզով կամ մարդկա գայլասկով, մարդեկաս չալիգով մալիգով է, ոչ նորմալ է։ Ախպեր։ Ամջան ամին, քարտ գցեք։ Հա։ Սա ախպեր գցի, ես ինչ կարամ ասեմ, մեկը գցե մասիսից եկե, մեկը պանտաներից եկե, բանի։ В общем, 10 հոգյանի, կարող է մարսը 10,000-ի չափով այդպես գցվի, որ հետո առաջ բաները չեղն իրանց մոդները։ Ռուբջան մի հատ խնդրանք էլի, այդ աղբերների հետ խոսա ասա էլի, այդ ծախսը խոսքի ինչ կան, մեկ տաքսով, մեկ գազա լծե, ոբշե, հենց մի հատ կալորիկ թիվ ասա։ По-любому սարին նույն թիմն եմ մտկելու աղբերս, ես չոր մեկին ավերսախ ռայոնից դուրս են եկե, ես մարդեր եմ քաղաքի մեջ դա էլ եկե, ով է մեկ աշտարակ, երկուս աշտարակից են եկե, վահենք սպանտանից են եկե, մասիսից, արարատից, այդից են եկե աղբերս։ Ինչ կրկես աղբերն է կրկեմ իրանց են ինես չոր։ Հա, չէ մերրապ չէ, այդ եմ ուզում ժողեմ էլի, ես էլ ասեմ օֆիսը կցեն էլի, հասկացանք ես։ Դե ասախբերս հիմա ասախբերս մատնացուց հիմա ինչ կտես ասել եմ այդ աղբերս անես չէ որ բանկա զազորնի որ խոշորակ նա 1000 դրամ էսյան ունի կամ 1000 դրամ էան որ ես ոնց էլ ասեմ ալբոմը իրանք ասել են հարց Բանկի որ հենց այդպես դուրս եկի արդեն սկսել էին ինձ զանգել վրա աղբեր չեկերը մեկերը բանասախբերս սեսակ կազմակերպել տղան կա մոտներս էլի համ գործանողը համ ընկերություն են անում էլի Հա ինքն էլ է գալիս, ինքն էլ կա գարաժկո ասած վիրավորում ստացած։ Խավոր, եկուսվա պահով, ինչով են գալիս ես մարդիկ։ Կար ավտոներ չունեն։ Ավտոբուս են դարամալ, կարող ունեն էլ, ունեն, ոչ չունեն։ Ախպեր, ասել եմ բանը, թող մի 4 հոգի, 5 հոգի ամեն, ոչ 5 հոգի նեստանի ախպեր ծենց այդ բենզին հարցը կլուծեմ էլի կար, դրանցած անգամ էլ եմ ասել։ Թող իրան Ամջան կան, մի կաղատնեց ասեմ, ասեն չէ չեն կարում էտանք, ամջան բոզի տղա ես էլանք աղբեր։ Պատկեսպես որ ասել ընես մարդիկ կար մեշով էլ ասելու չէ էլի։ Հա, ուրեմն տոշնել իմացել եմ տեղը։ Ապեր բայց դա ուրիշ մարդու է ինչքան ես գիտեմ։ Հա, դե ի՞նչ արին ուրիշ մարդու է։ Նավիգատորը երեք կոնգրես կեցա կախպեր։ Հա, Ոշխներին կտանեմ, արա կեսը ոչ ճամփա գիտեն, ոչ դեղ գիտեն դրա որս տարեմ։ Ամեն մեկ այդ նավիգատորով մարդ կնստես կքշեք։ Հա, դե տես պետք է անեմ ախպեր։ Կարեն 50000 փողին փոխանցի։ Ինչու՞ համար է պետք է անեմ։ Ախպեր զանգել են գոզում են։ Հարա ասա այդ դեբիլն է, մյուս անգամ հետո հերախոսով այդքան փողի անունը գիտակ, որ ինչ արա ասա, մենս տղայք, ցեզեսին կայնած են կտե արա, հորս արա։ Ախպեր մեկը բենզին Ախպեր 10 գրգել է, հետո 20, ախպեր բանը, բենզինովա մի ավտոն, եսի մի ինչ բան, ման մի հատ 20 էլ որ գրգես, նա գրգել եմ, դու իմաց էլի պրոստո։ Ախպեր դե Ախպեր էլ գույրը կնդապետ, քսինով ինք պիղծը։ Էդի ում մասին է խոսք։ Կանդազի։ Մի խոսքից ենք այդ նույն տեղեկը, ախպեր։ Այդ նույն տեղեկը կանդազի հետ են, որովհետև գիտեն որ եկուց կանդազում են պաշտոնի հետ առնելու դրանց տանի, որ չտարավ։ Ախ, դա по-любому буде это, наверное. Ես չոր Որի գոհարնոր էլիերը։ Ով։ Գոհար, մի գոհար, նեն աղջիկն։ Սինքի։ Լավ։ Մինիմումը ինձ պետք է դառնաս փյորկի նախարար։ Քարորային ուր է։ Մարփանուն դրած պատերազմի հերոս կուզիմ հասկանամ ասկի համար։ Դուք դերեք, դուք ծզի մեղա դերեք։ Դուք չեք դերի պատերազմի հերոս։ Ընկեր, ծզնե չէ։ Ոյ, արա։ Չեմ միենք ինձ հարկի պատերազմի հերոս Արեգանս հարկի։ Պատերազմի հերոսն է բրատ։ Արի տանեմ ցույց տամ։ Դեռնեք երրաբլոր ցույց տամ։ Երեք որ իրան բռնել են։ Արտակերտի միլպեդը իմ մոտներ պայես։ Քսա ես ենթադրում եմ իրան բռնում են Դանելյան Նորիկի գործով։ Ինքը 1991 թվին Դանելյան Նորիկն եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջի կամավոր հրամանատար։ Դանելյան Նորիկ։ Զամն Դանելյան Նորիկին կակաճառը կամ դասինքսը կրակը։ Հա, հանը կլած արկերը։ Շուկիշ կա մարդ, ինքը մարդ սպանի։
Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու եւ ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ընտրակաշարք տալու ստանալու բարեգործության արգելքը խախտելու գործով 3 ձերբակալված 4 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշեցնեմ, 3 հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություններ տարածել տեղեկացնելով, որ բացահայտվել են ընտրակաշարք տալու ստանալու բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Պարզվել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության տեխնազոյի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու եւ իրենց գործողությունների հետաձգելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաներ։ Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ, դրանց ստացման եւ բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ կապակցված ընկերությունների աշխատողներ ու նրանց շրջապատի անձինք, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։ Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները պարզել են, որ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների գումարի դիմաց իր Nissan Magnich-ի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին Արթիկ տեղափոխելուց հետո տվել խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ նախնական համաձայնությամբ հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց, խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20,000 դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին 4 համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։ Ըստ 28-ամյա երիտասարդի, Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացված 100,000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա եւ 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են, նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քարոզարշավ օր 12-րդ նախընտրական պայքարը թեժ է։ Կուսակցություններն ու դաշինքները շարունակում են շրջել մայրաքաղաքում ու մարզերում, ներկայացնում ծրագրեր, շփվում քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրներն ու լուծումներ առաջարկում։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե միակ ուժն են, որ հանդես են գալիս հայկական օրակարգով Հայաստանի Հանրապետության շահերից, դուրս են եկել պայքարի հանուն հայրենիքի, այլ ոչ ունեցվածքի։ Մենք միակ ուժն ենք, որ մեր ունեցվածքի համար դուրս չենք եկել պայքարի, այլ դուրս ենք եկել հայրենիքի համար։ Այս մյուսները ու նայում ես կամ ունեցվածքն դուրս եկել պաշտպանելու կամ մտածում աթոռ վերցնի եւ մի բան գողանա։ Հետո ազգի մասին ոչ ոք չի մտածում։ Այ հիմա խոստումներ են տալի, չէ՞, այդ բանը Տաշիրսկին, Սամվելը։ Խոստումներ է տալի, միջոց հետաքրքիր է, երեք նայեց ես չէի հետևում ընդհանրապես, բայց երեք որպեսզի կողմնակի աչքով նայեմ թե նայեմ, տեսնեմ կողքից ինչպես էր այդ դիսկուսիան, հա, հմեկով։ Միացրել էի, դες սա կլիպը էս Կարապետյան Սամվելի, ուրեմն ասում է 300,000 ադրբեջանցի են բերելու եւ չգիտեմ ինչի հենց դրանից հետո այդ կլիպում մարդիկ չեն նկատել, հա, դրանից հետո ասում եմ որ ես 300,000 աշխատատեղ եմ ստեղծելու, այնպես է ստացվում, կարծես դրանք բերելու են 300,000 ինքն դրանց համար աշխատատեղ ստեղծել եւ այդպես էլ եղավ, Արցախում այն պոլիկլինիկան ում անցավ,
Այսինքն փոխանակ ընդեղ Արցախում պաշտպանական համակարգ ստեղծեին, այնպես ինչպես Գազայի պարագայում, չէ, ստորգետնյա անցումներով եւ այլն, այդ ամեն ինչը այդ ինֆրաստրուկտուրան պաշտպանության ստեղծեն, ուրեմն մեկ ինչ-որ հյուրանոցներ են կառուցել, էլի ինչ-որ բաներ, հասկանալի է, լավ է, բայց եթե դու չունես մնայուն խաղաղությունը դա, եթե դու ունես մի իրավիճակ, երբ հակառակորդը ճանաչում է քո հաղթանակի իրողությունը, արդյունքը։ Մենք ըստ էության պարզվեց, որ չէինք հաղթել, որովհետև այդ հաղթանակի արդյունքները չէին ճանաչում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Սյունիքում էր։ Գագիկ Ծառուկյանը Սիսիանում ու Գորիսում հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, ներկայացրել լուծման իր տեսլականը։ Նա խոսել է թոշակներից, առողջապահությունից, աշխատատեղերից։ Առողջապահության համար նախատեսված է բյուջեում $700 միլիոն, բայց սա վճարով է, գնում ես, եթե փող չունես չեն ընդունում, պետպատվերն կամ կգաս մի ամսից, կամ այդ հիվանդությունը պետպատվերի մեջ չկա։ Ջորջան 700 միլիոնը, եթե տեղին ճիշտ օգտագործեն, առողջապահություն լինի անվճար, տարեկան կարան 100 միլիոնի սարքավորում առնեն, 100 միլիոնի դեղորյակ առնեն, աշխատողներն էլ ոչ է 80, 100-120 հազար դրամ տան բուժքույրերին, այլ $500 իրենք ստանան, դեռ մի 200 միլիոն էլ կմնա, պետքա գումարը ճիշտ նպատակային ծախսվի, որ ասում են 10,000 թոշակը ավելացել ենք, Ջորջան, այսքան թոշակ առուկ է, այդ ավելացած թոշակը ձեզ բավարարում է, որ դու կարողանաք գազ 10,000-ը ինչ ենք վերցնում, որ 10,000-ը տալիս, երկու բան ես վերցնում 10,000-ը չկա։ 10,000-ով կարակ մի հատ էլ էտա Կիպրոս գաք, հանգստանակ գաք։ Միջին զամբյուղը 78,000 դրամ է, բայց ստանում են 35,000, 49,000։ Առաջնային է պետք է ներքին զամբյուղը ապահովեն այդ մեծ խոսացողները։ Նոր դրանից հետո տարեկան թող 5,000, 10,000 դրամ ավելացնեն։ 10,000 դրամ ավելացրել է թոշակը։ Բա թանկացում է ինչ է ավելացրել։ Մի կողմից տալիս է, մի կողմից վերցնում է։ Այդ բոլորը, քույրիկ ջան, գիտեմ, տվեք, պահանջեք, չեք տալի ձեր ցավը տանեմ, ես ինչ կարամ անեմ։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը ոչ թե հրաշքներ է խոստանում, այլ օրենք, որը հավասար է բոլորի համար։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Սարգիս Արզումանյանն է հայտարարել Facebook-յան տեսաուղերձում։ Այս ընտրությունները միայն կուսակցությունների մասին չեն, սա նաև այն մասին է, ինչպիսի մարդիկ պետք է մտնեն քաղաքականություն, հայտարարել է Արզումանյանը։ Ընտրացուցակում 15-րդն են, առաջարկում են ընտրել իրենց եւ բացատրում են, թե ինչու։ Բավական է շարժվենք էմոցիաներով, ժամանակն է շարժվենք բանականությամբ, ուստի պետք է ընտրել ոչ թե աղմուկը, այլ արդյունքը։ Նոր ուժը շարունակում է ներկայացնել նախընտրական ծրագրերը։ Վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը նաև շրջում է քաղաքում, մարդկանց հետ շփվում, թռուցիկներ բաժանում ու կոչանում անպայման մասնակցել ընտրությանը։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր ժողովրդի ինքնությունը հազարամյակներով խարսխված է հենց ազգային արժեքների վրա՝ լեզու, կրոն, ազգային մշակույթ։ Եվ հենց սրա շնորհիվ է, որ մենք մնացել ենք հայ։ Հիմա կլինեն մարդիկ, ովքեր կարծեն մի րոպե, բայց ինչու է ձեր կետը կոչում վերադարձ ազգային արժեքներին, որովհետև այսօր մենք պարզ տեսնում ենք, որ գործող իշխանությունները գնում են ուրացման ճանապարհով եւ սկսել են սիմվոլներից՝ Արարատը, եկեղեցին, ցեղասպանության հիշողությունը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ օր առաջ այս ամենը պետք է կանգնեցնել։ Կարծնեք ինչպես, շատ պարզ։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրության եւ մյուս օրվանից սկսում ենք կառուցել կարգին երկիր։ Բոլորին դեմ եմ նախորդին արաբկիրում կաթու մածուն է բաժանել։ Հայտարարել են, թե վարչական շրջանում ատելության խոսքի թույնի տարածման ազդեցությունն են չեզոքացնում։ Հին մեթոդներով մարդկանց մածուն ու կատնամթերք ենք տալու, որ մեջներից թույնը դուրս գա, չտանջվեն, էլի արաբկիրը դե մերոնք է, 5 թանուր այլ թանկա։ Ստե ռադիացիա է եղի ատելության խոսքա տարածվել։ Էսի ջեստամ անպայման խմեք հոգին մաքրում է, էլի այդ բանից։ Քաղաքական աղբից։ Ձեզ էլ աղբերություն։ Երեք այգում եք եղե, երեք ստե լիքա ատելություն են տարածել, են մեր պապերի վախտապես պտի թան մածուն խմենք, որ հոգիներս մաքրվի, էլի ես ձեզ։ Թե չէ բան այն, քիմիական գործարանների պես, ձեր ժամանակը տենց էր, չէ,
որ թույնը տարածում էին, պետք է մածուն խմեինք, որ դզվեր։ Առողջություն ձեզ, կներեք 20 օրից պրծնելու է այս ամեն ինչը։ Հա, մեզ կարելի է, մենք բոլորին դեմ ենք։ Անուշ արեք, բոլորին դեմ եմ։ Ջղայնացած մարդկանց կուսակցությունն է, հա։ Էդի կուսակցությունն է, մայրիկ, մենք ենք։ Մենք ուզում ենք արդար կանոն լինի, որ արդար կանոնը լավ ով էլ լինի խելոք կպայի իրան, մայրիկ ջան։ Հա։ 100 օրից հետո նույնը լինելու է, բայց առանց իրար հայելու, առանց դաղալությունների մաքուր ձևի։ Լավ եղեք։ Երեխեք դուք որ Սպայդերմենն եք նախընտրում, չաղը թե նիարը։ Ճոգը մեզ երեկվա վիճակու այսօրվա, ոնց է սազի։ Սենց չլնի, որ ինչ ուզում անում ա գալի։ Կիսա նախագահական կամ նախագահական, բայց երկու ընդրություն պետք է ունենա։ Բայց սա ժամկետը 100 օրով փոխելու ենք եթան։ ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը։ Սի Ցինպինն էլ ընդունել է Վլադիմիր Պուտինին, իսկ Թուրքիայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Աշխարհում կատարվող այս եւ այլ նորությունների մասին տեսաշարով։ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցինպինը հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։ Չինաստանը եւ Ռուսաստանը կկատարելագործեն համագործակցության մեխանիզմները եւ կամրապնդեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի միջև Պեկինում կայացած բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցինպինը փաստաթղթով ամրագրել են, որ պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից կայուն միջազգային հարաբերությունների երաշխիք է։ Նրանք անընդունելի են համարել տարատեսակ հակամարտությունների պարագայում ստիպել ինքնիշխան պետություններին հրաժարվել իրենց չեզոքությունից։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ աշխարհում չկա համընդհանուր զարգացման ուղի կամ առաջին կարգի երկրներ։ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել մարդու իրավունքների օգտագործմանը որպես պետությունների ներքին գործերին միջամտելու պատրվակ, ասվում է համատեղ հռչակագրում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին կատարած պետական այցից հետո Չինաստանը հայտարարել է 200 Boeing ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Հայտարարությունը այսօր տարածել է Չինաստանի առևտրի նախարարությունը, տեղեկացնելով նաև, որ երկիրը կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով։ Այս հայտարարության փաստացի վերջ կտրվի Չինաստանին Boeing ինքնաթիռների գրեթե 10 տարվա վաճառքի գործնական սառեցմանը։ Նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը բանակցություններ են վարում առևտրային զինադադարի ժամկետը, որը լրանում է նոյեմբերին երկարաձգելու շուրջ։ Երկու երկրները կքննարկեն նաև շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքների մաքսատուրքերը փոխադարձ նվազեցնելու հարցը։ Չինական կողմից տեղեկացրել են, որ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ գյուղատնտեսական արտադրանքի երկկողմ առևտուրը ընդլայնելու եւ համաշխարհային մատակարարման շղթաներում հազվագյուտ մետաղների մատակարարման կայունությունն ապահովելու համար, առանց այլ մանրամասներ ներկայացնելու։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ առաջիկա շաբաթներին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների այցը Ռուսաստանի Դաշնություն։ Բանագնացների այցի հստակ ամսաթվեր չեն նշվում։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվել Սթիվեն Ուիթքոֆի հնարավոր այցի մասին։ Ռուսաստանի նախագահի ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նշել էր, որ Թրամփի հատուկ բանագնացը մտադիր է այցելել Ռուսաստան շատ մոտ ապագայում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում։ Նա նշել է, որ Թուրքիայի հետ շահերը համընկնում են բաց պահել առևտրային ուղիները, պահպանել էներգամատակարարման անխափան աշխատանքը եւ մատակարարման շղթաների կայունությունը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ կշարունակեն սերտորեն համագործակցել այս առաջնահերթությունների շուրջ։ Նա բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը աջակցելու Իրանի հակամարտության դեսկալացիային եւ դիվանագիտական կարգավորմանը։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու կոչով։ Բավական են Վենեսուելայի դեմ պատժամիջոցները։ Մենք չենք հանգստանա մինչև Վենեսուելան չազատվի պատժամիջոցներից, որոնք անիրավազոր վերահսկողություն են իրականացնում մեր արդյունաբերական ճյուղերի նկատմամբ եւ դժվարություններ ստեղծում դրանց լիարժեք զարգացման համար, հայտարարել է Ռոդրիգեսը։ Նախագահի պաշտոնակատարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ ստեղծել են փոխադարձ հարգանքի հարաբերություններ եւ երկու երկրների միջև դիվանագիտական համագործակցության շնորհիվ Միացյալ Նահանգների ղեկավարը պետք է հաշվի առնի վենեսուելացի ժողովրդի կարծիքը, որը միասնական ճակատով հանդես է գալիս պատժամիջոցների վերացման օգտին։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադիևը այսօր հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ քննարկել բուլղարացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի ազատականացման հարցը։ Միացյալ Նահանգների նախագահի հետ իմ զրույցի ժամանակ ես համառորեն բարձրացրել եմ Բուլղարիայի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջի վերացման հարցը եւ ես ակնկալում եմ, որ այս հարցը շտապ կքննարկվի, ասել է Ռադիևը կառավարության նիստից առաջ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը մայիսի 20-ին հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով մահացել է 9 մարդ։ Բացի այդ, Սուրի շրջանի Դեյր կանուն Ան-Նահր գյուղաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, այդ թվում 3 երեխա եւ 3 կին։ Սուրի շրջանի այլ բնակավայրերի ուղղությամբ իսրայելական հարվածներից 17 մարդ է վիրավորվել։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3042-ի, իսկ վիրավորներինը 9301-ի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ հանրապետության տարածքում մայիսի 21-ից 25-ը ժամանակաժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 2-ից 3 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։